Որսորդական ձողիկները չորացրեցինք, էփեցինք, ահա։ Շատ սիրուն տեսք են ընդունել ձողիկները, լավ չորացել են։ Հիմա կհավաքենք։ Ահա, առաջինը, երկրորդը եւ երրորդը։ Ահա ձողիկները շատ լավ չորացել են, իսկական գարեջրի համար են։ Իրա գույնը, տեսքը, հոտը շատ անուշ, շատ լավ գալիս է։ Ոնց որ միշտ ասում եմ, այդ բույրը ես միշտ զգում եմ։ Չորությունը չափից շատ չոր է, հələ ձեռքով որ անենք հələ։ Անգամ զգացում է։ Իրա խրթոցից։ Հələ։ Ես միկրոֆոնի մոտ եմ պահում, որ ավելի լավ զգացվի։ Հիմա մի հատն էլ կկտրենք, մեջի կտրվածքը արդեն կերև է։ Շատ լավ մեջ է եղել, իրա յուղի հատիկներն էլ կան, միսը կա, տավարի հլը կտրվածքը փոքր, շատ լավ, երևում է։ Շատ լավ ձողիկներ են գարեջրի համար նախատեսված։ Այս ամենը մենք ստացել ենք 1 կիլոգրամ տավարի մսից։ Դուք էլ պատրաստեք որսորդական ձողիկներ, անպայման ձեզ մոտ կստացվի։